Որպես կանոն ախտորոշումը բնականաբար պետք է անկախ նորագույն տեխնոլոգիաներից պետք է սկսել բուժառուի հետ զննումից, անամնեզի այս հիշողության հավաքումից եւ նախկինում ունեցած խնդիրներից, որոնք որ եղել են, որը մեծ ինֆորմացիա կարող է տալ եւ բժշկին, հետագա բուժման process-ը ճիշտ կազմակերպելու համար սկսում ենք հարց ու փորձից, հասկանալու համար նախկինում ունեցել են խնդիրներ, ոնց է սկսվել ցավերի բնույթը նույնիսկ ինչպես է, որ հատվածում է գոտկատեղի ցավեր, երբեմն դրանք կարող են լինել ներքևում, որովայնում ցավեր, որը որ բնորոշ լինի, ենթադրենք սուր ապենդիցիտին, այսինքն կույրարկի բորբոքմանը, եւ որի համար տարբերակիչ ախտորոշում անելը հետագայում հարկավոր է հասարակ ոչ վնասակար հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, որովայն, երիկամներ, միզապարկ գնահատելու համար որ հատվածում ինչ չափսի քար կարող է լինել, խցանված են միզուկները, խցանված չեն եւ զուգահեռ խնդիրներ ունենք այլ օրգան համակարգերի հետ կապված թե չէ։ Եվ ճառագայթային հետազոտությունից ռենտգեն հետազոտությունը անպայման պետք է կատարվի տարբերակելու համար ռենտգեն պոզիտիվ քարեր են երևացող ռենտգենի թե նեգատիվ քարեր են։ Եթե մեզ այս երկու հետազոտությունները բավարար չեն լինում, անպայման անհրաժեշտ է լինում կատարել համակարգչային տոմոգրաֆիա կոնտրաստային հետազոտությամբ, որը մեզ ավելի մանրակրկիտ ինֆորմացիա է տալիս քարի ձևը, չափսը, խտությունը հասկանալու համար հետագա բուժական տակտիկան եւ արկա անոմալիաներ գոյություն ունեն թե չունեն